Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր պետք է պատրաստենք կարկանդակ շատ քիչ բաղադրիչներով, իհարկե զբաղված եք, ժամանակ չունեք, պատրաստեք այս կարկանդակը մի քանի բաղադրիչով հաշված րոպեների ընթացքում, հաստատ գոհ կմնաք և ժամանակի առումով և համի առումով, ինչ է մեզ հարկավոր բաղադրիչներից, կարտոֆիլ 3 հատ, գլուխ սոխ 1 քառորդ, ձու 1 հատ, լավաշ 9 կտոր, երկարությունը թավայի տրամագծով, լայնությունը մոտ 6 սանտիմետր, ուղղանկյունաձև կտորներ են լինելու, վերցնելու ենք տապակելու համար ձետ կամ մի կտոր կարագ, աղ, համեմունքներից սև կարմիր պղպեղներ, չորացրած սամիտ, սա կարտոֆիլի համար, իսկ թարմ կանաչեղենից սոխ և համեմ ձվի մեջ լցնելու համար։ Հիմա պատրաստման եղանակը։ Լվացած, կեղևահանած և կտրատած կարտոֆիլները եփում ենք թույլ աղաջրի մեջ, մինչև պատրաստ լինելը։ Կարող եք վերցնել նաև ոչ թե կեղևահանած, այլ ամբողջական կեղևով կարտոֆիլներ և եփել, ուղղակի քանի որ շեշտել են, որ պատրաստում ենք արագ պատրաստվող կարկանդակներ ժամանակի առումով, այդ իսկ պատճառով կեղևահանած ենք վերցնում կարտոֆիլները, որովհետև կեղևահանած կարտոֆիլները ավելի շուտ են եփում, չնայած առողջական օգտակարության տեսակետից կեղևով ավելի օգտակար է։ Հիմա սոխը, հաջորդը սոխը նախօրոք կտրատում ենք, տապակում ձեթով կամ կարագով թավայի մեջ, ես տապակել եմ ձեթով։ Լավաշը, ասացի, կտրատում ենք ուղղանկյունաձև, երկարությունը ըստ ձեր թավայի չափսի, լայնությունը մոտ 6 սանտիմետր։ Հաջորդը անցնում ենք կարտոֆիլին։ Եփված կարտոֆիլները տրորում ենք պատառաքաղով կամ ձեռքի տակ եղած տրորող հարմարանքով, լցնում ենք տապակի մեջ տապակած սոխի վրա, ավելացնում ենք համեմունքները, սամիթը և տապակում թեթևակի։ Հաջորդը անցնում ենք ձվին, ձուն հարում ենք, ես ավելացրել եմ նաև 1 թեյի գդալի չափով կաթ, թեթևակի շատ թույլ աղ ենք ավելացնում, կտրատում ենք վրան թարմ կանաչի, սոխ, կանաչ, սամիտ, համեմ ըստ նախասիրության։ Մեր բոլոր բաղադրիչները, քանի որ կիսաֆաբրիկատ վիճակում են, անցնում ենք արդեն մեր կարկանդակների պատրաստմանը։ Կարտոֆիլի պյուրեն թողնում ենք քիչ հովանա, երկարությամբ տեղավորում ենք լավաշի կտորի վրա, 1 պտույտ փաթաթում ենք, ոչ շատ, քանի որ մենք վերցրել ենք լավաշը այն չափսի, որ 1 պտույտ պետք է փաթաթվի, եթե ցանկանում եք, կարող եք կտորները դուք ավելի լայն վերցնել։ Տապակում ենք նախօրոք պատրաստված սոխարացի մեջ, կարմրացնում ենք երկու կողմից, պետք է հիշեցնեմ, որ պետք է ուշադիր լինեք, քանի որ լավաշը շատ արագ է կարմրում, անմիջապես շրջում եք հակառակ կողմի վրա, որպեսզի մյուս կողմն էլ կարմրի։ Այնուհետև կարմրելուց հետո վրան լցնում ենք ձուն, հարած ձուն, 1-2 րոպեից պատրաստ է արդեն և պետք է նշեմ, որ այս կարկանդակները, նկարում երևում է ամբողջական, իրենք առանձնանում են ձողիկներով։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, ցտեսություն։